Հանուն Հոր և Որդվո և Հոգևոր Սրբո ամեն։ Թանկագին եղբայրներ և քույրեր, ուրախ լուրը ունիմ բոլոր անոնց, որոնք գսիրեն Աստված և կապված են երկնքին, և դխուր լուրը ունիմ բոլոր անոնց, որոնք կապված են աշխարհին և գսիրեն աշխարհը ու երկիրը։ Աստվածաշունչ Մատթեանը մեզի ցույց կտա, թե հավատացյալ մարդիկ ժամանակներու ավարտին Տիրոջ երկրորդ գալուստեն ետք պիտի ժառանգեն այս երկիրը։ Աստծո զավակները իրենք պիտի դառնան իշխանները, տերերը, ժառանգորդները այս աշխարհին, այս երկրին, երբ անիկա ամբողջությամբ նոր պատկեր ստանա Տիրոջ հրամանով։ 4 անգամներ Աստվածաշունչ Մատթեանի մեջ կհաստատվի, թե Աստված նոր երկինքը և նոր երկիրը պիտի ստեղծե։ Կարդացեք Եսայի 65:17, 66:22, Փեն Պետրոս 3:13 և Հայտնություն 21:1։ Այս 4 համարները մեզի կխոսին նոր երկնքի և նոր երկրի ստեղծագործության մասին։ Արդարև, ինչու համար Աստված նոր երկիր պիտի ստեղծե, եթե երբեք այդ երկիրը նոր մաս պիտի չկազմե երկնքի արքայության։ Եսայի մարգարեության 45:18-ին մեջ մեզի կսվի, թե Աստված այս երկիրը կազմեց, ստեղծեց, զուր տեղ չկազմեց, այլ զայն կազմեց, որպեսզի մարդիկ հոն փնագին։ Հիսուս Մատթեոս 5:5-ին մեջ գսե, թե հեզերը երկիրը պիտի ժառանգեն։ Հայտնություն 5:10-ին մեջ կկարդանք, թե Քրիստոս մեզ քահանաներու թագավորությունը պիտի դարձնե և մենք երկիրը պիտի ժառանգենք։ Հռոմայեցիս 8:21 Պողոս առաքյալ գսե, թե ստեղծագործությունը, նյութական ստեղծագործությունը ինքևս ակնթեթ կսպասե փրկության, երբ Աստված իր զավակները պիտի փրկե նաև նյութական այս ստեղծագործությունը, որպեսզի նյութական այս ստեղծագործությունը մասնակից դառնա փրկված մարդոց ազատության և փառքին։ Տերունական աղոթքին մեջ մենք գսենք. «Եկեղեցե արքայություն քո, թող գա արքայությունդ»։ Չենք ասեր թող գանք, մենք թող գանք, չենք ասեր, գսենք թող գա, ինք թող գա, արքայությունը թող գա արքայությունդ։
թող գադարվի քու գամքդ, ինչպես որ երկնքի մեջ, այնպես ալ երկրի վրա պիտի քա ժամանակ, երբ Աստծո գամքը պիտի գադարվի երկրի վրա, ճիշտ այնպես, ինչպես կգադարվի երկնքի մեջ։ Հիսուս գսե աղոթեցեք և վսեք, թող քա արքայությունդ, այսին թող քա երկնքի արքայությունը, խոսքը չորրորդ երկնքին մասին է անշուշտ, հիմա չեմ ուզեր նյութես հերանալ, հայ արաքելական եկեղեցին կհավատա 4 երկինքներու քոյության, առաջին 3-ը պիտի ոչնչանան, Աստված նոր երկինքը պիտի ստեղծե, բայց ունենք 4-րդ երկինքը, Աստծո բնակության վայրը, խոսքը այդ երկնքի մասին է, այդ երկնքին համար է, որ Հիսուսը սավ, ոչ ոք երկինք ելավ, բացի մարդու որդիեն, որ երկինքեն իջավ և երկինքի մեջ է, Հովհաննես 3:13, վերադառնանք մեր նյութին, թող քա արքայությունդ, Հիսուսը սելգուզ է, պիտի քա երկնքի արքայությունը, պիտի հաստատվի երկրի վրա, և երկրի վրա Աստծո արդարությունը պիտի իշխե, նույնը չսեր Պետրոս Արաքյալ, Բեն Պետրոս 3:13-ին մեջ, երբ կհաստատվի, թե Աստված նոր երկինքը, նոր երկիրը պիտի ստեղծե, ուր արդարությունը պիտի իշխե, այս երկրին մեջ, այս երկրին վրա, անարդարներ և անարդարություններ առհավետ չեն գրնար քոյություն ունենալ, պիտի քա ժամանակ, երբ անարդարներ, անարդարություններ, սդության հետևորդներ, ամբարիշտներ, երկրի երեսեն պիտի բնաչնչվին, և երկիրը պիտի հանձնվի Աստծո երեսը, Աստծո ներկայությունը փնտրող հավատացյալներուն, Գարտացեք Սամոսաց գիրքը 37-րդ գլուխը, 37-րդ գլուխին մեջ 5 համարներ ունենք, 9-րդ, 11-րդ, 22-րդ, 29-րդ և 34-րդ համարները կհաստատեն այս 5 համարները 5 անգամ, թե հավատացյալներ, արդարներ, Աստծո հնազանդ մարդիկ այս երկիրը պիտի ժառանգեն։ 29-րդ համարը, Սամոս 37:29 գսե, թե մարդիկ, հավատացյալ մարդիկ, հավիտյան պիտի բնակին այս երկրի վրա, և 5 անգամներ կհաստատե 37-րդ Սամոսը, թե ամբարիշտ մարդիկ, անհավատ մարդիկ, երկրի երեսեն պիտի գործվին, պիտի բնաչնչվին։ Այո սիրելիներ, այո հավատացյալ եղբայրներ և քույրեր, դուք, որ կսիրեք Աստված, պիտի ժառանգեք այս աշխարհը, այս երկիրը և երկինքը, ցերը, ցեր ժառանգությունը, ցեր սեփականությունը պիտի ըլլա, իսկ անոնք, որոնք կապված են աշխարհին, կսիրեն աշխարհը, երկրասեր են, երկիրն ու աշխարհը, անոնց ցերկեն պիտի խլվի, այո, աշխարհը աշխարհասեր մարդուն ցերկեն պիտի առնվի, աշխարհը պիտի առնվի ինքզինք, աշխարհին դերը կարծող մարդուն ցերկեն, և պիտի հանձնվի աստվածասեր մարդուն, անոր,
որ գճանչնա Աստծո դիրությունը, դերությունը եւ թագավորական հանգամանքը, դեղ դվեք երկնքի թագավորին ծեր սրտին մեջ, որբեսի ծեր դեղը ըլլա, ծեր ժառանգությունը ըլլա, նոր երկինքն ու նոր երգիրը, որոնք քոյության պիտի կան, երբ դերը հայտնվի